Եթերում սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայե Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Մինչև Միացյալ Նահանգների նախագահը հակասական հայտարարություններ է անում, մեկ պնդելով, թե պատերազմն արդեն ավարտված է, մեկ էլ սպառնալով Իրանին հասցնել 20 անգամ ավելի հզոր հարված, Թեհրանը չի թույլատրում հակազդեցությունը։ Անցնող շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց ռազմավարական փոփոխության մասին, մասնավորապես էլ չեն կիրառի 1 տոննայից ցածր քաշ ունեցող մարտագլխիկներով հրթիռներ, կաճի հարվածների հաճախականությունը, մասշտաբն ու շարավիղը։ Իրանը թիրախավորում է ոչ միայն Իսրայելն ու տարբեր երկրներում ամերիկյան ռազմաբազաները, այլև Միացյալ Նահանգների դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները, նավթավերամշակման գործարաններն ու պայստարանները։ Պատկերը ամբողջական է դառնում Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակմամբ։ Ծովային այս ուղիով է անցնում համաշխարհային նավթի մոտ 25, հեղուկ գազի 30%-ը։ Բեռնափոխադրումների արգելքից հետո նավթի գները հասան վերջին տարիների պատմական ռեկորդին։ Աշխարհի խոշոր երկրները տագնապի մեջ են։ Միջազգային էներգետիկ գործակալությունը առաջարկում է պատմության մեջ ամենախոշոր 400 միլիոն բարել նավթի պահուստների բաց թողումը։ Ճապոնիան եւ Գերմանիան պատրաստակամություն են հայտնել օգտագործել պահուստային պաշարները։ Միաժամանակ Իրանից հայտարարում են, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նավթի 1 բարելի դիմաց վճարել $200։ Ինչ հետևանքներ սա կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Նավթի տևական թանկացումը անխուսափելիորեն կբերի համատարած գնաճի, քանի որ վառելիքի գինը ներառված է ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ։ Մյուս կողմից Ամերիկա-իսրայելական հարձակումը Իրանի վրա տարածաշրջանում լոգիստիկ խնդիրներ է առաջացրել։ Հայաստան ուղևորվող շատ բեռներ մնացել են իրանական նավահանգստում եւ չեն բեռնաթափվում։ Պակաս կարևոր չեն հումանիտար խնդիրները եւ հարցը, թե արդյոք պատրաստ են մեծաթիվ իրանցիների հոսքին, ավելորդ չէ։ Հիշենք ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսները, երբ մեր երկրում գրանցվեց բնակարանների վարձավճարների թռիչքային աճ ու սոցիալական լարվածություն։ Տարածաշրջանային սպառնալիքներն ու Հայաստանի տնտեսության վրա Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը քննարկել ենք տնտեսագետ Նայիրի Սարգսյանի հետ։ Նրանց պլան Ան տապալվել է եւ հիմա նրանք այլ տարբերակներ են փորձարկում։ Կարծում եմ պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր։ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20-ից 25%-ը, սեղմված հեղուկացված բնական գազի ավելի քան 30%-ը։ Որ երկրները եւ որքան կտուշեն, եթե Իրանին հաջողվի փակ պահել այս ռազմավարական ծովային ուղին։ Բոլոր երկրներին է դա վերաբերվում, մի մասը մասնավորապես Պարսից ծոցի երկրները, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան դե այսպես թե այնպես սահմանափակումների տակ էր, Քուվեյթ եւ այլն, դրանք արտահանումների եւ եկամուտների գեներացման գծով բավական էական վնասներ կկրեն, ձեռքբերող կողմերը նույնպես, որովհետեւ 1 բարելի դիմաց նավթի գինը մոտավորապես $70 սահմաններում էր, այժմ 120-ը գերազանցել է։ Այն պարագայում, երբ որ ստիպված եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույցներ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թվում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սանկցիաների որոշակի մեղմացման հարցերը, թեկուզ միայն նավթի եւ գազի արտահանման գծով։ Նման արտահանման ծավալների պարագայում բնականաբար վառելիքաէներգետիկ լուրջ գնաճի եւ ճգնաժամի առաջ են կանգնած երկրները, եվրոպական երկրները, ասիական երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, այսինքն չի կարող աշխարհում կատարվող գնային տատանումները բացասական անդրադարձ ունենալ Հայաստանի Հանրապետության վառելիքային համակարգի գնային փոփոխությունների վրա։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում նավթի գինը կտրուկ բարձրացավ եւ շարունակում է տատանվել։ Միջազգային էներգետիկ գործակալությունը հանդես է եկել նավթի պահուստների պատմության մեջ ամենախոշոր բացթողումն իրականացնելու առաջարկով։ Նավթի գնաճը զսպել կհաջողվի եւ որքան դա կարող է տևել։ Նավթի գնաճը այո հնարավոր է զսպել, որովհետև նավթի գնաճը հետևանք է Իրանի դեմ ռազմական կամ պատերազմական գործողությունների, այսինքն նման պարագայում կարծես թե զուտ ռազմական տեխնիկայի առումով Իրանն շատ ճիշտ է դիրքավորվել եւ ծոցի ամբողջ երկրներին կամ իր հարևան երկրների թիրախներին այնպիսի ճշգրիտ հարվածներ է հասցնում, որոնց բողոքի ալիքը ստիպեն որոշում կայացնողներին, որպեսզի
տեղի ունենա որոշման որոշակի փոփոխություն։ Այսինքն նման տակտիկայի պարագայում կարծում եմ այո ճնշումը կմեծանա եւ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ եւ կարող է նախրազմական գործողությունների շատ ավելի վաղ դադարի այսպես հանգեցնել եւ երկրորդ պարագայում թեկուզ եթե ռազմական գործողությունների վերաբերյալ որոշման փոփոխություն չի լինում, միգուցե Ամերիկայի Միացյալ Նահանգներին ստիպեն գնա Ռուսաստանի Դաշնության գործարքների, որպեսզի կարողանան վառելիքային համակարգում գնաճի ճնշում գործադրեն։ Ինչպես կազդի է ներկայացումը թանկացումը մեր երկրի վրա, հաշվի առնելով ներմուծման աշխարհագրությունը։ Հայաստանի պարագայում շատ ավելի բարդ է վառելիքի գնաճի այսպես բացասական հետևանքները, որովհետև համաշխարհային գների տատանումները բնականաբար բացասաբար են անդրադառնում, իսկ վառելիքի սակագինը ներառվում է տարբեր արտադրանքի ինքնարժեքների մեջ, սկսած էլեկտրաէներգիայի մոտավորապես 1/3-ից, շարունակելով տրանսպորտային միջոցների շահագործման համար որպես վառելանյութ եւ տարբեր կազմակերպությունները որպես վառելանյութ, այսինքն էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունից մինչև արտադրանքի վրա սակագների վրա ազդեցություն կարող է բացասաբար անդրադառնալ։ Իրանում պատերազմը լոգիստիկ խնդիրներ է առաջացրել Հայաստան ներմուծվող որոշ բեռների համար։ Կան այլընտրանքային ուղիներ, եթե այո, ինչ հետևանքներ կլինեն դրանցից օգտվելու պարագայում։ Հայաստանը ունի երկու խողովակ արտաքին աշխարհի հետ կապի, դա մենք գիտենք Վրաստանի սահմանով Լարսի անցակետն է եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով հարավի հետ կապը։ Լոգիստիկ առումով խնդիրները բավականին բացասաբար են անդրադառնալու Իրանի հետ առևտրահարաբերությունները, Չինաստանի հետ առևտրահարաբերությունների վրա եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրահարաբերությունների վրա։ Հայաստանից արտահանումները 2025 թվական եղել են մոտավորապես 8 միլիարդ դոլարի շրջանակներում։ Պատկերացրեք, մենք 8 միլիարդ դոլարի մոտավորապես կեսից զրկվում ենք, այսինքն 4 միլիարդ արտարժույթի ներհոսքից զրկվում ենք, արտահանումը տեղի չի ունենում, ինքը բացի ֆինանսական հետևանքներից մինչև սոցիալ-տնտեսական շատ լուրջ խնդիրներ միայն արտահանման գծով։ Նույնը վերաբերում է ներմուծման խնդիրներին, այսինքն շատ ապրանքներ անհասանելի են դառնալու, ընդհանրապես տնտեսությունը սկսում է աշխատել ինքը օրգանիզմը, որ աշխատում է սպասումներով։ Երբ որ կան բացասական սպասումներ, միանգամից բոլոր տեսակի ապրանքներին հանգեցնում է գնաճի։ Նման գնաճային պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ուղղակի անբավարար են սպառում իրականացնելու համար։ Սա միայն սոցիալ-տնտեսական եւ լոգիստիկ հատված է։ Գումարած շատ բարդ ժամանակահատվածում է սա իրականացվում, այսինքն գարնան սկզբին, որտեղ որ ձնհալի ռիսկերը, այսինքն կարող են Լարսի անցակետը շաբաթներով փակ պահել, այսինքն լոգիստիկան այստեղ էլ կարող է կրճատվել, Հայաստանը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Տարածաշրջանում պատերազմը սպառնալիք է մեր երկրի բարենային անվտանգությանը, եթե այո, ինչպես կարելի է չեզոքացնել այն։ Գոյությունն են քաղաքական, տնտեսական որոշակի հարաբերությունների լարումներ եւ Ռուսաստանի Դաշնության հետ եւ Վրաստանի հետ, եւ այստեղ Հայաստանը այո կարող է ձեռբերման կամ մատակարարումների իրական խնդրի առաջ կանգնել։ Տեսեք, եթե Հայաստանը ցորենի պահանջարկի կամ ալյուրի պահանջարկի մոտավորապես 90%-ը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, բայց միշտ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը վստահություն, որ մատակարարման խափանման դեպքում բացը կարող է լրացնել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Վտանգի տակ է արդեն այլևս այս հարցը։ Վտանգի տակ է վառելիքի ձեռքբերման հարցը եւ այսպես շարունակ։ Բայց բարենային անվտանգությանը դեռևս կարճաժամկետում այդքան լուրջ բացասական կանխատեսում դեռևս չեմ հատկացնում ինչի համար, շատ ավելի ինքը կախված կլինի պատերազմական գործողությունների տևողությունից։ Եթե այո տևողությունը պատերազմական գործողությունների երկարեց, բարենային անվտանգության մասին լուրջ պետք է մտահոգվել։ Թեպետ իրանցիների ներհոսքը մեր երկիր առայժմ մեծ չէ, սակայն որոշ գնահատականների համաձայն պատերազմը շարունակվելու դեպքում այն կարող է ավելանալ։ Հայաստանը պատրաստ է հարևան պետությունից փախստականների մեծ հոսք ընդունել, ինչ է անհրաժեշտ անել խնդիրներից խուսափելու համար։ Իհարկե պատրաստ չէ, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանից եւ Ուկրաինայից միայն մեր հայրենակիցների եւ որոշակի մասնագիտությամբ ռելոկանտների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ցույց տվեց, որ Հայաստանը ընդհանրապես մեծ ներհոսքի պատրաստ չէ։ Հայաստանը պետք է պատրաստվի դրան տարիների ընթացքում, այդ թվում բնակֆոնդի ավելացումով, գրասենյակային տարածքների եւ կարողանա ինստիտուտների այնպիսի գոտիների ձգում ամրապնդում իրականացնի, որ գնային տատանումներ տեղի չունենան։ Մենք որքան էլ որ բարեկամ եւ դրական տրամադրված լինենք Իրանի Իսլամական Հանրապետության եւ ժողովրդի վերաբերյալ,
նրանց ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն, այդ թվում խոչընդոտում է Հայաստանի մարզերից տեղափոխվող եւ վարձով բնակվող անձանց սակագների վրա, այսինքն պատկերացրեք Սյունիքի մարզից մարդը տեղափոխվել է Երևան աշխատելու, ստանում է 400,000 դրամ աշխատավարձ, որից 200,000-ը հատկացնում է վարձակալության, 200,000-ով ապրում է, ու մի օր նրա վարձակալության սակագինը դառնում է 400,000 դրամ, այսինքն աշխատելը արդեն դառնում է ամբողջությամբ անիմաստ նրա համար։ Սրանք բոլոր այսպիսի վնասակար ու վտանգավոր կամ բացասական հետևանքները դրանք միայն պետք չի պետական ու մակրո մակարդակում դիտարկել, ընդհանուր միկրո մինչև յուրաքանչյուրի ընտանիքին դա կարող է հասնել։ Շիրակի մարզ, գյուղ, Հառիջ։ Այս բնակավայրը մեր հեռուստադիտողների համար վերջին օրերին ասոցացվում է 40-ամյա Իշխան Երանոսյանի հետ։ Նախորդ տեսանյութում պատմել ենք, որ Հառիջեցի Իշխանի կյանքը մազից է կախված։ Նա երիկամային անբավարարությամբ է տառապում ու բժիշկները երիկամի փոխպատվաստման շտաբ վիրահատություն են նշանակել։ Դոնորակա Իշխանի օրաքրոջ որդին է, սակայն վիրահատության եւ հետազոտությունների համար պահանջվում էր մեծ գումար։ Հիմա ուշադրություն։ Ուրախությամբ ազդարարում են, որ վիրահատության անհրաժեշտ գումարը հավաքվել է եւ Իշխանը կարող է պատրաստվել բժշկական միջամտությանը։ Հենց այս ավետիսով էլ մեր նկարանող խումբը շտապեց Հառիջ, որտեղ նրանց անամբեր սպասում էին Իշխանն ու նրա ընտանիքի անդամները։ Ինչ արժեր միայն անչափահաս տղաների աչքերի փայլը։ Հավանաբար մտածում են, որ այլևս ստիպված չեն լինի տասնյակ կիլոմետրեր կտրել լորավարձով քաղան անելու եւ հոր դեղերի գումարը հայթայթելու համար։ Ընտանիքը մեծ երախտագիտությամբ ընդունեց նաև մեզ հետ համագործակցող կազմակերպությունների եւ անհատների աջակցությունը։ Բարելավվեցին կենցաղային պայմանները, տունը կահավորվեց նոր կահույքով եւ անհրաժեշտ տեխնիկայով։ Բարի մարդիկ հոգացին նաև ընտանիքի սննդամթերքի, հիգիենայի միջոցների մի քանի ամսվա պաշարը։ Բժշկական մի շարք կազմակերպություններ էլ պատրաստակամություն հայտնեցին անվճար բուժօգնություն տրամադրել ընտանիքի անդամներին։ Եթե հիշում եք, պատմել ենք, որ Իշխանի կինն էլ ստամոքսի հետ կապված լուրջ խնդիր ունի։ Իշխանի մայրը խոստովանել է, թե շատ դռներ են թակել, բայց նման արձագանք երբեք չեն ստացել։ Մեզ համար մեծագույն վարձատրությունը Սաթիկ տատի խոսքերն էին։ Ձեր այցից հետո որդուս կյանքը փրկվեց։ Շնորհակալ ենք։ Ինչպես ասում էր Ֆրանսիս Բեկոնը, բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն եղանակը դրանք կրկնելն է։ Տեսնենք, թե ով կլինի խեղված ճակատագրեր էջի հաջորդ հերոսը։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի Հառիջի հրաշքը տեսանյութը։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 40-ամյա Իշխան Երանոսյանի կյանքը մազից է կախված։ Նրա օգնության կանչը հեռուստադիտողին անտարբեր չթողեց։ Մեր նախորդ թողարկման հերոսը, ով երիկամային անբավարարություն ունի, ճարահատ դիմել էր հանրությանը դուրս գալու ծանր վիճակից, լուծելու առողջական խնդիրների հարցը։ Նրան բժիշկները նշանակել են երիկամի անհապաղ փոխպատվաստում։ Շկաշուտ ոտի կարգին համ հանցիլավ, համ իրանցլավ։ Մեր նախորդ այցի ընթացքում ընտանիքի անդամները շվարած պատմում էին իրենց միակ աշխատող ձեռքի Իշխանի առողջական խնդիրների, կենցաղային անմխիթար պայմանների ու անհաղթահարելի դժվարությունների մասին։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին հեռավոր Հառիջ գնացինք։ Այս անգամ տանելով մեզ հետ հույսը, հավատը, որ գթասրտությունը շարունակում է մնալ բարձր արժեք, որ իրենց ցավը կիսող բարի մարդիկ էլ կան։ Ամենամեծ ուրախությունը Իշխանի վիրահատության գումարի հարցը լուծելն է։ Հեռուստադիտողների արձագանքը չուշացավ, Իշխանին օգնել ցանկացողները բազմաթիվ էին։ Ընտանիքի հոր երջանկությանը չափ չկար, քանի որ հավաքված գումարը կազմել էր 1,3 միլիոն դրամ։ Իշխանն այդ գումարով կվիրահատվի։ Ես երջանիկ եմ, որ կողքիս են էլ ժողովուրդը։ Ինչս եմ տարա 3 տոնորիս դոկումենտյան երեցի, հաստատեցի, երկուսվանից գնում եմ, որ անալիզները հանձնեմ, փոխպատվաստման կպատրաստվին։ Մենք զանգերը շատ են, ահավոր զանգեր, զանգի հետևից մենք դաժե չենք կարող հասցնել, որ զանգերին պատասխանենք։ Ես շատ շնորհակալ եմ զանգողներից էլ ու փող գումար ուղարկողներից էլ, որ այս օրվա օրով իմ տղայից կողքի հետ կանգնած են։ Արդեն 1 միլիոն գումար նստելու քարտին։ Ուրախ ենք, արդեն կարող ենք սկսել անալիզները, սաղից շատ գոհ եմ։
Պարզվում է, մեր նկարահանող խմբին երեխաները մեծ անհամբերությամբ էին սպասել, մեծ ոգևորությամբ դիմավորեցին ու անհամբերությամբ իրար հրճ տալով տուն էին տանում մեր հովանավորների նվերները։ Տունը, որտեղ բնակվում են Երանոսյանները, մեղմ ասած նախանձելի չէ, ուստի նախ կահավորանքի հարցը լուծվեց։ Առաջին արձագանքողներից էր մեկ կահույքի խանութ սրահը, որն առաջարկում է ժամանակակից եւ որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Ընկերությունն իր որակյալ ընտրանուց մահճակալներ, պահարան, սենյակին անհրաժեշտ կահավորանք էր ուղարկել երկու աղջիկներին։ Նրանք չէին թաքցնում ուրախությունը, չէին էլ պատկերացնի, որ մի օր իրենք էլ կունենան այս հարմարավետությունը։ Նեսը մեր մոտը գտներ փոքրս 10 տարեկան դիվանը վրան գտներ միասին իրանց կառավարության կարող են իրանք առանձին Ես պահարանջունը եւ ունեցա Տունը նոր շունչ ստացավ նաև բազմոց գրուպ ընկերության շնորհիվ։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մեծ ու հարմարավետ բազմոցը դարձավ Սաթիկ տատի ամենասիրելի նվերը։ Այսօր նրա աչքերում միայն երախտագիտություն ու թեթևացած ժպիտ էր։ Շատ շնորհակալ եմ, որ երեխաների, իմ թորնիկներիս համար բերել են կառավատներ են բերել, դիվանի են բերել, կրիսլո են բերել, որ իմ թորնիկներս ուրախանան, իրանց միակ երջանկությունը թողեսրաներով կատարվի։ Տան կահույքը լրացնելու ձեռնարկին միացել էր նաև Արգավան ԴՄ, ուղարկելով նորաոճ բասկաթոռ։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան դեն կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար։ Շատ ուրախ ենք, որ կողքիս են ու կողքիս եք եղնին, չեմ եք ասկաձե, չեմ էլ դաժե այդ մասին ուզեմ մտածեմ։ Հեռախոսներով տղաներին ուրախացրեց Mobile Center բջջային խանութ սրահի տնօրինությունը։ Մարտինն ու Սարգիսը շատ ոգևորված էին։ Շնորհակալ եմ հեռախոսների համար։ Ես արդեն գրքերը բացեմ QR կոդերով, արդեն գրքերը QR կոդով է։ Նախորդ անգամ պատմել էինք, որ տղաները հորդեղերը գնելու համար ստիպված բացակայում են դասերից ու արմավիրում քախանանում։ Edit Print հրատարակչությունը ձեռք մեկնեց երեխաներին գրքեր ուղարկելով։ Մարտինն ու Սարգիսն էլ մեզ խոստացան կլրացնեն կրթական բացը։ Շնորհակալություն գրքերի համար, ես արդեն կկարդամ գրքեր։ Տան հարսը քնարիկը մեծ ուրախությամբ ընդունեց տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության ուղարկած մաքրող միջոցների հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Ընկերությունն ընտանիքին նաև ֆինանսապես օգնեց։ Տոնական տրամադրությունը լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին։ Ուղարկել էր թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականի, որը տոնական տրամադրություն պարգևեց ընտանիքի անդամներին։ Երեխաների քաղցրի պահանջը լրացրեց նաև Տավուշ Sweet ընկերությունը, ուղարկելով իր լայն ու հարուստ տեսականուց։ Իրան դեմքին թող երջանկություն ժպիտներ եղնի, ես ոչ մի բան չեմ ուզել։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերած աջակցությունը նաև դրամական էր։ Իշխանի կյանքի պատմությունը լսելուն պես շտապել էին օգնել մեր բարերարները, Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին։ Պարտքերի բեռից ազատվելուն են իրենց ֆինանսական աջակցությամբ նպաստել Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Էկոկոմֆորտ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Մենք ինքան երջանիկ եղանք, որ իմ երջանկության սոր ես որպես ծնող չափ չկար ինձի, թե ինչքան ուրախացա։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր օգնեցին ինձ ապային։ Ես չէի մտածել, որ այդպես պիտի կամ փող հավաքվեր, բայց թե ապրիկ շատ։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից ու յուղերից իր նոր տեսականուց էլ մայոնեզ ու կետչուպ էր ուղարկել։ Շուկայում հայտնի ու մեծ ճանաչում ունեցող Նարինե Մածում ընկերությունն ուղարկել էր իր բազմազան համային տեսականուց, մրգային տարբեր համերի, որոնք դիետիկ են ու պատրաստված անարատ կաթից։ Շատ ուրախ եմ, որ իմ տղայիս օգնեցին։ Ես նա ինքան ուրախ ու երջանիկ ես ինձ կզգամ, որ իմ տղաս այդ դժվար բաները կհաղթահարի։ Սննդի պաշար էլ Իջևանի գինու կոնյակի գործարաններ ուղարկել, համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների, կոմպոտների մեծ տեսականի։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան ապահովեց ընտանիքի սննդամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերքը, հավի կոտլետները, նրբերշիկներն ու ձողիկները անձամբ էին բերել ընկերության ներկայացուցիչները։ Սաթիկ Արաքս թռչնաֆաբրիկան տեսնելով ձեր դժվարությունները փորձեց մի փոքր հոգսակից լինել ձեզ, ուղարկելով կիսաֆաբրիկատների լավ համեղ տեսականի եւ սառեցված մսատեսականին հավամթերքից։
Մաղթում ենք ձեզ առողջություն եւ բարեկեցություն։ Աջակցեցիք այս նեղ պահին իմ ընտանիքիս մեր կողքին կանգնելու համար ես շատ շնորհակալ եմ։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը այս բոլոր նվերները ապահով տեղ հասցնելու համար։ Սաթիկ տատը խոստովանում է, շատ դռներ է թակել, բայց նման արձագանք երբեք չի ստացել։ Հիմա հեռախոսազանգերին պատասխանել չեն հասցնում ու ուրախության արցունքն աչքին հաստատում է, ձեր այցից հետո որդուս կյանքը փրկվեց։ Աստծուց եմ շատ հավատում, որ իմ տղայիս փրկությունը 100%, միլիոն տոկոս իրան փրկություն կա։ Ժողովուրդ ջան, բրձա այս ամեն ինչից փող պատվաստվա, էլի ես բնական իմ հունիս, իմ գործից, իմ աշխատանքից, դա ես աշխատող մարդ եմ, չեմ կրա, հմի օր նստած եմ սիրտս կտրակի օր, ես չեմ կրա հեշ մի բանեմ իմ ընտանիքիս օգնել, իմ ընտանիքս ընցիկ օգնել, փոխանակ ես օգնելու, իրանք ընցիկ օգնել։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Օտար կատարողները վերցնում են, երգում, երբեմն նույնիսկ փոփոխում։ Ռիթմ են փոխում մեջը։ Համաձայն օրենքի արտիստի ստեղծագործությունն օգտագործելու համար պետք է նրան վճարել։ Այսպես մնալ չի կարող։ Ինչու են երգում առանց իրեն հեղինակին գոնե տեղյակ պահելու։ Եթե ես այդ շահով տարված եմ շատ, ինձ արդեն ուրիշ մարդը չի եթարկում։ Իրենց հետ չեն աշխատում, պայմանագիր չեն կնքում։ Աշխատում են Հայաստանի հաշվին մեծ փողեր։ Խնդիրը գործող օրենքի չափորոշիչների հետ է կապված։ Հանրայնությամբ է կապված երաժշտությունը, որտեղ կարևոր է շատ եւ որտեղ ընդհանրապես պետք չի։ Պետությունը ձեռք պետք է մեկնի, իսկ կառավարությունում այնպես չէ, թե իրենց մասին չգիտեն։ Նիկոլ Փաշինյանը բարերի հեղինակն է։ Նոր նախագիծը copy-paste է։ Արտագրում են կողմները տարբեր տեղերից։ Ուրանոր ջրային կոմիտեի նախագահան պարոն Խուզաթյան երեք անել է։ Նման տեսարանի հնարավոր է ականատես լինել Հայաստանի ցանկացած հատվածում։ Ուրը բացում են, առավոտ Սևանը բացում։ Ամեն տարի ռոռոկման ջրի պակասի խնդիրը հենց այսպես էլ լուծվում է։ Վերջին 5 տարվա ընթացքում ինչքան է դարձրել։ Մշակվում է 250,000-ը, մնացած 200,000-ը մատնված է պարապուրտի։ Պետք չի համապատասխան։ Ստիպված է ապավինել թվեր հրապարակող պաշտոնյաների ազնվությանն ու ճշտախոսությանը։ Ինչքան ջուր է հարկավ եւ ինչ կորուստներ ունե։ Ֆերմերը տեղյակ էլ չէ, թե իրականում որքան ջուր է սպառել։ Ոչ մեկս չգիտենք, թե այդ ոլորտում ինչա կատարվում։ Պետությունը չունի ջրաչափման քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ։ Դա չկա։ Ինչպես է որոշվում ռոռոկման ջրի սակագինը։ Վերցնում են 12 թվականի սակագինը ու ամեն տարի դա են կիրառում։ Երգը երգում են, փողը չեն տալիս։ Մեր երկրում հեղինակային իրավունքը ոտնահարվում է ամեն քայլափոխի։ Օրինակ, երգիչը չարչարվում է, արարում, ստեղծում արժեք, սակայն հենց երգը հանձնվում է հանրության դատին, հայտնվում են մարդիկ, որոնք առանց թույլտվության կամ հեղինակին տեղյակ պահելու օգտագործում են այն սեփական եկամուտը դիզելու համար ու կեսբերան շնորհակալություն էլ չեն ասում այն մարդուն, ում տաղանդի հաշվին գումար են վաստակում։ Թեև հեղինակը շնորհակալության կարիք չունի, եթե մեր երկրում հեղինակային իրավունքները օրենքով պաշտպանվեին, նա մեծ գումարներ կարող էր վաստակել։ Սակայն ներկա միտումները փաստում են, որ դրան հասնելու ճանապարհը խրթին է ու երկար։ Օրերս մեր խմբագրություն էին այցելել հայ հեղինակ հասարակական կազմակերպության ղեկավարները, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են թե հեղինակների, թե պետության լիազոր կառույցների հետ։ Շատ հետաքրքիր, միաժամանակ մտահոգիչ թվեր ներկայացրին։ Պարզվում է, որ միջին կարգի ռեստորանների համար, որտեղ հրամցվում են, ասենք, Թաթայի, Արման Հովհաննիսյանի կամ Արմենչիկի երգերը, հեղինակներին փոխանցվող ամսավճարը կազմում է, ուշադրություն, 14,000 դրամ, այսինքն խնջույքի սեղանի ընդամենը 1 աթոռի գինը։ Չեն վճարում, բայց հայտնի երգիչների երգերի վրա մեծ գումարներ են աշխատում։ Մասնագետները պնդում են, որ մեր երկրում հեղինակային իրավունքների մասին օրենքը վատը չէ, խնդիրը այն կիրառելու մեջ է, այսինքն պատկան մարմինները ջանք չեն գործադրում օրենքը կյանքի կոչելու համար։ Մինչդեռ առաջադեմ երկրներում նույնիսկ մասնագիտացված դատարաններ են ստեղծել քննելու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ հայցերը։ Փորձագետների պնդմամբ մենք նույնիսկ մասնագիտացված իրավասու մարմին չունենք, հետևաբար զարմանալի չէ, որ դաշտը մնացել է անվերահսկելի։ Այս հարցը ուզում է հանրության կողմից սիրված շատ կատարողների։ Նրանցից մի քանիսի հետ զրուցել է Էդուարդ Պողոսյանը եւ այժմ կներկայացնի երգի կողն էլ գող է տեսանյութը։ Երազի իմ երկիր հայրենի
Մայստրո Ռոբերտ Ամիրխանյանը երգում է հայոց բանակի օրհներգը, իր այն ստեղծագործությունը, որն ամենից հաճախ օտար կատարողները վերցնում են, երգում, երբեմն նույնիսկ փոփոխում, այս ամենը առանց նրա իմացության։ Ռիթմ են փոխում մեջը։ Մեկը ինձ ասում է, որ երազի երկիրը այսպես կերպար է, որ ինքը կարծես թե իմ մտքի մեջ երազիս մեջ ձևավորված այսպիսի պատկեր ունի, երազի իմ երկիրը։ Իսկ ես երբ որ առաջարկում են երազ իմ երկիր դարձնել, կնշանակի ինքը չկա։ Դու ստեղծում ես մի բան, որ երազի պես մի բան է։ Երազին բոլորովին ուրիշ նշանակություն ունի։ Ով կարող է փոխել դա, ասեք խնդրեմ։ Ռիքը փոխում են։ Մայստրոն դեմ չէ, ասում է, թող երգեն, ավելին նրա խոսքով վերջին շրջանում իր գրեթե բոլոր ստեղծագործությունները հենց այլ կատարողների ձայնով է լսել։ Ինքը հեղինակն է, բայց այդ երգերը միայն իրենը չեն, մարդկանց համար է գրել, ասում է, սակայն նաև հարցնում, ինչու են երգում առանց իրեն հեղինակին գոնե տեղյակ պահելու։ Ես այդ վճարումների հարցը կդնեի ամենավերջին տեղում, ամենապարտադիր տեղում, հասկանալի որ դա տեցել պետք է լինի։ Ստեղծագործության համար, կատարման համար պետք է տեղեկացնել։ Անպայման։ Ինչու է դա կարևոր։ Ես տեսնում որ Հայաստան աշխարհը նախկինում բիզնեսի կուլտուրա չի ունեցել։ Բիզնեսի ներքին բովանդակային մասը կապված է անձնական շահի հետ։ Եթե ես այդ շահով տարված եմ շատ, ինձ արդեն ուրիշ մարդը չի հետաքրքրում։ Որտեղ է փլվում մեր պետականությունը։ Երգահանների երիտասարդ սերունդն էլ ունի այս մտահոգությունը։ Նիկ Էգիբյանի երգերն օրինակ առանց իրեն նախապես տեղյակ պահելու, իրենից թույլտվություն ստանալու, ինչ լեզվով ասես, որ չեն թարգմանել։ Մի ուրիշ գլխացավանք են ռեստորանները։ Համաձայն օրենքի արտիստի ստեղծագործությունն օգտագործելու համար պետք է նրան վճարել, այնպես ինչպես ասենք ինչ-որ ծառայությունից օգտվելու համար, բայց մեր երկրում մասնագետների պնդմամբ օրենսդրությունն ու իրականությունն իրարից էականորեն տարբերվում են։ Այսպես մնալ չի կարող, 21-րդ դարում շատ սխալ է։ Ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը օգտագործելով վաստակել գումար եւ չտալ համապատասխան տոկոսը իրավատիրոջը։ Շատ քիչ ռեստորաններ կան, որ վճարում են, ռեստորանային կուլտուրան իհարկե պետք է մի քիչ ավելի ձևով էս ամեն ինչը վերահսկել, պետական մարմինների կողմից դա պետք է բնականաբար արվի, որովհետեւ ինչ կանել, որ մենք բոլորս փորձենք ինչ որ մի բան անել, ինչ որ ծանոթի եւ ընկերոջ կարգավիճակով, այդ ամեն ինչը չի աշխատի։ Գիտության, գրականության եւ արվեստի ոլորտներում հեղինակային իրավունքների հարցերով Հայաստանում զբաղվում է հայ հեղինակը։ Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքով սա միակ հասարակական կազմակերպությունն է, որ կոլեկտիվ կառավարման իրավունք ունի։ Այսպես ամբողջ աշխարհում է հետսովետական միայն մի քանի երկիր կա, որ դեռևս պետական կարգավիճակով է պաշտպանում իր հեղինակներին, բայց նրանք էլ հասարակական կազմակերպություն դառնալու ճանապարհին են։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հայ հեղինակին, ապա Սուրանկյան հետ զրույցում հասարակական կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատում է, այժմ իրենց հիմնական խնդիրը ռեստորանների, առևտրի կենտրոնների եւ համերգների կազմակերպիչների հետ է։ Իրենց հետ չեն աշխատում, պայմանագիր չեն կնքում, հայ հեղինակների երգերը օգտագործում են, դրա դիմաց չեն վճարում։ Գալիս են այստեղ, համերգներ են տալիս, աշխատում են Հայաստանի հաշվին մեծ փողեր եւ չեն մտածում, որ պետք է այդ հնչված հեղինակներին համար նախատեսել հոնորար։ Պետք է բոլոր կառույցները հայ հեղինակի հետ նախապես կնքեն պայմանագիր, ներկայացնեն ցանկը ստեղծագործությունների, որ համերգը տալուց հետո այդ տոկոսը, որը որ նախատեսված է մինիմալ դրույքաչափով, վճարեն հայ հեղինակին, հայ հեղինակը բաշխի հեղինակների միջև։ Ընդ որում այն գումարը, որ պետք է ամսական վճարել հայ հեղինակին, տնօրենի խոսքով չնչին է։ Գումարը կապված է ռեստորանի տարածքից, մեծ, փոքր, միջին, ըստ դրույքաչափերի է որոշվում, ինչքան գումար պետք է վճարի տվյալ ռեստորանը։ Կոնկրետ այս պահի դրությամբ մինիմալ դրույքաչափերը շատ փոքր գումար են, շատ։ Հայ հեղինակի նամակները հիմնականում անպատասխան են մնում, ինչու հարցնում ենք Մարինե Ավետիսյանին։ Ինքն էլ չգիտի, այսքան ժամանակ պարզաբանում չի լսել, չեն ուզում, չեն վճարում ըստ նրա ենթադրության։ Իսկ ռեստորանների ասոցիացիայի նախագահը պնդում է, խնդիրը գործող օրենքի չափորոշիչների հետ է կապված։ Կան տեղեր, որտեղ երաժշտությունը ընդհանրապես ֆոնային ինչ-որ բան է, որը ընդհանրապես չի ազդում գործունեության վրա, գործունեության տեսակի վրա, գործունեության լավ կամ վատ աշխատելու վրա, այստեղ էլ պետք է տարբերակներ մտցնել։ Հանրային սննդի օբյեկտ է, որտեղ երաժշտությունը որտեղ կարևոր է շատ եւ որտեղ ընդհանրապես պետք չի։ Այստեղ էլ պնդում են օրենքը իրականությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա։ Պետք է լինի տեխնիկապես հեշտ
վերահսկողության առումով թե որովհետեւ մենք մի անգամ մի հատ վերահսկողեն չունենանք մեր գլխին։ Գործող օրենքն այնքան էլ վատը չէ, համոզված են հայ հեղինակում, կարծում են խնդիրն առավելապես իրավական պահանջներին չենթարկվելու մշակույթի հետ է կապված։ Ուրեմն պետական վերահսկողության անհրաժեշտությունն է ընդգծվում։ Ի վերջո 1480 հեղինակ ունեն, այդքան ստեղծագործողի իրավունք են փորձում պաշտպանել, ամբողջությամբ չի ստացվում, պետությունը ձեռք պետք է մեկնի, իսկ կառավարությունում այնպես չէ, թե իրենց մասին չգիտեն։ Վարչապետ Փաշինյանն իր վերջին երկնօրինակ այստեղ գրանցել է։ Իրական Հայաստան երգը ուղարկել է հայ հեղինակ գրանցվելու համար։ Մենք գրանցել ենք երգը, տվել ենք տեղեկանք երաժշտության եւ բառերի, Նիկոլ Փաշինյանը բառերի հեղինակն է։ Այսինքն տեղյակ են, որ այսպիսի կառույց կա։ Բայց օրենքն այնուամենայնիվ գործադիրն առաջարկում է փոփոխել, այն վաղուց են ընդունել։ Ժամանակներն այո փոխվել են, գլխի վայր շուռ տալով խաղի կանոնները, սակայն հայ հեղինակում դարձյալ մտահոգ են։ Նոր նախագիծը copy-paste է, ինչ որ երկրից պատճենել են, թարգմանել, նախագիծ դարձրել։ Ուշադրություն չենք դարձնում օրենքի գրման տեխնիկային։ Ուշադրություն չենք դարձնում մեր բառամթերքին։ Մենք արտագրում ենք օրենքները տարբեր տեղերից, փորձում ենք առանց իրավահարաբերությունների էության մեջ մտնելու գրել օրենքներ, որոնք չեն գործում։ Այս պահին գործող իրավակարգավորումներով հեղինակային իրավունքով զբաղվող կառավարական լիազոր մարմին չկա, այն որ որոշ հարցերում էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող մտավոր սեփականության գրասենյակը պատասխանատվություն ունի, այս մասին հնարավոր է տեղեկանալ արդեն ընթերցելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքը։ Ամեն բան ըստ մասնագետների այստեղից էլ սկսվում է։ Մտավոր սեփականություն լայն հասկացություն է, նրա մի մասն է հեղինակային իրավունքը։ Ես կարծում եմ նախ այդ կառավարության գործունեության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում պետք է շեշտադրված լինի նաեւ հեղինակային իրավունքը եւ հարակից իրավունքները գոնե փակագծում։ Երկրորդը պետք է այս ոլորտում իրավահարաբերությունների պետական կարգավորում լինի, թե քաղաքացիական օրենսգրքում, թե այս օրենքում։ Երբ վերջին նոտան հնչում է, մնում է մի ավելի խնդրահարույց ու դժվար լսելի հարց, որքան ժամանակ կարող է արվեստը գոյատևել առանց այն միջավայրի, որը պետք է պահի, պաշտպանի ու գնահատի այն։ Ստեղծագործողների տարբեր սերունդների, տարբեր փորձառությունների մարդկանց ձայնը միևնույն շեշտադրումով է, ստեղծագործական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։ Իսկ փոխվելու է այն պահին, երբ համակարգերը սկսեն աշխատել, մինչև այդ հեղինակները հենց իրենք են փորձում պահել այս ոլորտի մունդիրը, երբեմն միայնակ, երբեմն անհասցե սպասումով։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի պաշարներով ամենաինքնաբավ երկիրն է։ Երկիր շատ լավ է հնչում, ասեմ ավելին, ապահովության զգացում է ներշնչում, բայց նաև անհանգստություն, քանի որ հարևան, բայց ոչ բարեկամ պետությունները հենց այս գործոնն են թիրախավորում Հայաստանի նկատմամբ տարբեր հարթակներում տարածքային պահանջներ ներկայացնելիս։ Էլ չեմ խոսում այն մասին, որ աշխարհում մարդկանց քանակական աճի այս տեմպերի պահպանման դեպքում ոչ հեռավոր ապագայում ջրի գինը էապես կաճի։ Բայց որքան էլ կարևոր են ջրի պաշարների վերաբերյալ համաշխարհային միտումների շուրջ քննարկումները, փորձեն քաղցրահամ ջրի հարցը դիտարկել քաղաքի ու գյուղի շարքային բնակչի տեսանկյունից։ Պատկերացրեք, որ վերաբերված քննարկումներին հետևում են ֆերմերները։ Ինչ կմտածեն։ Պարզապես մտահոգ կքորեն գլուխները։ Ով, բայց նրանք ամեն տարի սեփական մաշկի վրա զգում ոռոգման ջրի պակասը։ Ու թեև իշխանության ներկայացուցիչները խնդիրը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով կամ ենթակառուցվածքների մաշվածությամբ, սակայն նման արդարացումը ֆերմերներին չի գոհացնում։ Չէ՞ որ ոչ վաղ անցյալում նույն կառավարության ներկայացուցիչները խոստովանում էին, որ Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների կառավարման խնդիր։ Այսինքն ջուր կա, բայց պարզ չէ, թե երբ, որտեղից եւ ինչպես այն հասցնել սպառողին։ Նաև այս խնդրի պատճառով է, որ Հայաստանում պարենային անվտանգության ապահովման մակարդակը չափազանց ցածր է։ Ըստ այդմ վարելահողերի կեսը չի մշակվում։ Թեև այնպես չէ, որ մյուս մասը արդյունավետ է մշակվում։ Այդ հողերի կեսից ավելին իրականում անջրդի է, այսինքն ցածր բերքատվություն ունի։ Հետևաբար հարցը, թե որն է լուծումը, ավելորդ չէ։ Պատասխանը ակնհայտ է։ Ջրամբարների կառուցումն ու ոռոգման հին համակարգերի հիմնանորոգումը։ Հենց վերջերս խորհրդարանը հաստատեց եւս մեկ վարկային մեծ ծրագիր, որի նպատակն է խթանել ջրամբարաշինությունն ու բարելավել ոռոգման համակարգը։ Մասնագետները սակայն վարկային այս ծրագրերի արդյունավետության մասով մտավախություններ ունեն։ Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում։ Թե ինչի մասին է խոսքը, Արմեն Աթալյանի «Ջրով հարուստ ծարավ երկիր»
տեսանյութում։ Հայաստանի միջհամայնքային ճանապարհներից մեկն է։ Նկարահանումներն արվել են նախորդ տարի եւ վստահ եմ, նման տեսարանի հնարավոր է ականատես լինել Հայաստանի ցանկացած հատվածում։ Ֆերմերները սովորաբար այս մեթոդով են բացահայտում իրենց խնդիրների մասին, որովհետեւ այլ տարբերակ չունեն։ Խնդիրը գրեթե միշտ նույնն է՝ ռոռոկման ջրի բացակայությունը։ Հենց հիմի կառավարությունը նիստը ջուրը բացում են, առավոտ Սևանը բացում են։ Դե տոկած է։ Շո, իմի ճանապարհը բերեք մի ոնց կազմակերպած փագեցիք, այտենց բացեք, խնդրում եմ ձեզ։ Ես ձեզ տղավարի ասում եմ, ջուրը բերում ենք ախպեր։ Ահա, մատը եկավ, վստահեցրեց, որ անհրաժեշտ ռոռոկման ջուրը բաց կթողնեն Սևանից եւ իրավացի եղավ։ Ջուրն իսկապես վերցրին Սևանից։ Գրեթե ամեն տարի ռոռոկման ջրի պակասի խնդիրը հենց այսպես էլ լուծվում է Սևանի հաշվին։ Իսկ մինչև կբարելավի Հայաստանի ռոռոկման համակարգը, կասեն պատասխանատու պաշտոնյաները։ Ինչ է արվում դրա համար։ Օրինակ, վերջերս խորհրդարանը հաստատեց 100 միլիոն եվրոից ավելի վարկային համաձայնագիր, որի նպատակը հենց ռոռոկման համակարգի բարելավումն է։ Ահա Վասիկ, մի դրվագ համաձայնագրին վերաբերող հարցի պատասխանից։ Ունենք չմշակվող հողեր, որոնք ռոռոքելի տարածքներում են, ունենք չռոռոքվող հողեր, թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասնել ապագայում 700-800,000-ի։ Ասում եք 100,000, ուզում եք դարձնենք 800,000։ Լավ եք անում, իմ հարցը վերջին 5 տարվա ընթացքում ինչքանից ինչքան եք դարձրել։ Այսինքն դուք պիտի առնվազն 20-ը 100 դարձրած լինեիք, լավ 30-ը 100, 50-ը 100 դարձրած լինեիք, գոնե կրկնապատկեիք, որ 8-ա պատկելու ձեր հայտարարությունը առնվազն սկեպտիկ չընդունվեր։ Եվ իսկապես նախորդ տարիներին կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ է ներգրավել ռոռոկման համակարգի վերանորոգման եւ ջրամբարաշինության համար։ Ենթադրվում է, որ կատարված աշխատանքի արդյունքը կարելի է գնահատել ըստ ռոռոքելի հողատարածքների մակերեսի աճի։ Հայաստանում կա 450,000 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որոնցից մշակվում է 250,000-ը։ Մնացած 200,000-ը մատնված է պարապուրդի։ Օգտագործում են ռոռոքովին 100,000 հեկտարի չափով, ինչը վիճելի է ինձ համար։ Եթե 100,000 հեկտարը բաժանում ես Հայաստան մարտադրված պտուղ բանջարեղենի վրա, որ հեկտարի կտրվածքով ինչքան միջինը պետք է պտուղ բանջարեղեն ունենան, այդ թիվը չի համապատասխանում։ Եթե կորուստը ջրի հաշվենք 60%, մոտավորապես 40,000 հեկտարի կտրվածքով է ջուրը օգտագործում։ Հայաստանում գյուղոլորտին, այդ թվում ռոռոքվող հողատարածքներին ու ջրին վերաբերող տեղեկատվությունը խիստ մոտավոր է։ Հայաստանում չկա ռոռոքման եւ մյուս նպատակներով օգտագործվող ջրի չափման համակարգեր։ Ըստ այդմ, պետությունը չունի ջրաչափման քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ։ Եթե 150,000 հեկտար անջրդի հողերը մշակվեին, առնվազն կլիներ 250-ից 300,000 տոննա հացահատիկ։ Դա էլ չկա։ Խնդիրն այն է, որ չկա ջրային ռեսուրսների ենթակառուցվածքների բարելավումը չափելու միջոց։ Գուցե ասֆալտապատված ճանապարհներին հարակից ջրագծերի վերանորոգումը հնարավոր է տեսնել, կամ Վեդու ջրամբարը, բայց մնացած հարցերում ստիպված է ապավինել թվեր հրապարակող պաշտոնյաների ազնվությանն ու ճշտախոսությանը։ Ինչ մշակաբույսեր են աճացվում մակերեսային արտահայտումով ըստ համայնքների, դրանց այն հատվածը, որոնք գերնորմատիվային հողեր են, դրանց ռոռոկման ցանցի, ինչպես ներքին, այնպես էլ մագիստրալային ուրեմն համակարգի վիճակը, որտեղ կոնկրետ կորուստներ կան, չէ, որպեսզի հասկանանք ինչքան հող է մշակվում կոնկրետ հիմա այս պահին եւ ինչքան ջուր է հարկավոր եւ ինչ կորուստներ ունենք։ Այ հենց նման տեղեկատվության պակասն այսօր ունի քաղաքացին։ Ասենք, այսինչ մազի այս համայնքում կա այսքան մշակելի հող, որից այսքանը ռոռոքելի է, այսքանը ոչ։ Հողն այս տեսակի է, աճեցվում են այսպիսի մշակաբույսեր, քարտեզներ, որտեղ կարտացոլվի այդ ամբողջ տեղեկատվությունը, նաեւ ջրագծերը, նորոգված եւ մաշված։ Մի կողմից տեղումների քանակությունը նվազում է, մյուս կողմից մարդու գործունեության դեգրադացիոն process-ներով է ջրահավաք ավազաններում ջրի նվազում է գնում, մյուս կողմից այդ մեր ծերացած այսպես գյուղատնտեսական տեսանկյունից եթե դիտարկենք հողերը, որոնց որ կլանման եւ ջուր պահելու ուրեմն այդ գործակիցը բավականին ցածր է։ Երվանդաշատի բագարանի այդ հատվածում բազմաթիվ ֆերմերներ, ովքեր հողեր են գնել, մեծ քանակությամբ հողեր են գնել,
եւ ջրի դեֆիցիտ ունեն արդեն ու ունենալու են Ախուրյան գետը այդքան չի կարողանալու ապահովել, իսկ մարդիկ արել է, որտեղ իրենց խոստացել է։ Այս դեպքում ոլորտի պատասխանատուները մատնանշում են կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, բայց արդյոք դա լուծում է։ Եթե ջուրը կորում է միջև քո բոստան հասնելը, ոչ թե բոստանիդ մեջ։ Կաթիլային ոռոգումը ինչքան ուզում ես արա, բայց եթե Սևանից ենթադրենք դուրս եկավ այդ ջուրը կամ ինչ-որ ջրամբարից դուրս եկավ, հասավ քեզ, միջև քեզ հասնել է 55-60% կորում է այդ ջուրը, այդ քո տնտեսումը դա չնչին ցուցիչ է։ Այս ամենից բացի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կան բազագույն հարցեր, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում։ Օրինակ, ինչպես է որոշվում ոռոգման ջրի սակագինը։ Դա 2010 թվականին կառավարության ընդունած որոշում է, որով սահմանվել է 2012-ից 16 թվականների համար ջրային տնտեսության կառավարման ռազմավարությունը։ Այսինքն մարդիկ վերցնում են մինչև 16 թվի համար նախատեսված ռազմավարությունը, որտեղ նաև սահմանված է, որ 12-ից 16 թվականներին ոռոգման ջրի սակագինը պետք է աստիճանաբար բարձրանա, վերցնում են 12 թվականի սակագինը ու ամեն տարի դա են կիրառում։ Ինչպես պարզեցինք, Հայաստանում սպառվող ջրերի չափում գրեթե չի իրականացվում։ Ըստ այդմ ֆերմերը տեղյակ էլ չէ, թե իրականում որքան ջուր է սպառել։ Չկա որևէ իրավական փաստաթուղթ, որում սահմանված է, որ ասենք 1 հեկտար իմ մակերեսի, ասենք, հողատարածքի համար ես ունեմ օգտագործելու այսքան ջուր։ Ու ոչ մեկ նաև չի չափում, թե ես ինչքան օգտագործեցի արդյունքում։ Եթե ջրաչափումն արվում է մոտավոր հաշվարկների հիման վրա, ապա մեկ այլ տրամաբանական հարց է առաջ գալիս։ Բա ինչպես են հաշվում ջրային համակարգի կորուստները։ Կեսից ավել, ասենք, ոռոգման ջուրը ճանապարհին կորում է, բայց միգուցե չի կորում, եթե այդ ամեն ինչը չափենք, կտեսնենք, որ բազմաթիվ, ասենք, հնարավոր է օգտագործողներ լինեն, որոնք նույնիսկ չեն էլ վճարում դրա համար։ Իսկ դա գրանցվում է որպես կորուստ ջրի։ Ոչ մեկս չգիտենք, թե այդ ոլորտում ինչ է կատարվում։ Ստացվում է, Հայաստանը տարիներ շարունակ խոշոր վարկային միջոցներ է ներգրավում ջրային համակարգի ենթակառուցվածքների նորոգման եւ արդիականացման համար, բայց ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող բազմաթիվ փոքր ու մեծ հարցերի այդպես էլ չի կարողանում լուծում տալ։ Ինեսա Գաբայանին հուլիսի 10-ին նշանակել է ջրային կոմիտեի նախագահ։ 7 ամիս հետո հանել է։ Հետո բերել են Վարդան Մելքոնյան։ 11 ամիս աշխատել։ Հետո եկել է Կարեն Սարգսյան, այս մեկը բարեբախտությունն է, մի տարի ու կես աշխատել է, միակ երկար աշխատածը Վահագն Գևորգյանն էր 3 տարի աշխատեց, Ուրանոր ջրային կոմիտեի նախագահան պարոն Խուդատյան 3 հանել է։ Միրգ բանջարեղենի խանութներում հաճախ կարող է տեսնեք միրգ կամ բանջարեղեն, որի մակնշումից պիտակներից կարող եք միանգամից հասկանալ, որ այն բերված է Իրանից։ Հիմա ավելի քիչ, քանի որ Իրանը պատերազմ է։ Բայց այստեղ հարց է առաջանում. ինչպես է սակավաջուր Իրանը, երկիր, որը ծովի ջուրը թորելով, աղազերծելով ոռոգում է իր տարածքները, կարողանում աճեցնել միրգ եւ բանջարեղեն եւ արտահանել Հայաստան։ Պատասխանը շատ պարզ է։ Այդ ոլորտը Իրանում համակարգում են կոմպետենտ մարդիկ։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Դու էլ շտաբօգնություն, էլ իրավապաններ, էլ հարևանության բնակվող տասնյակ քաղաքացիներ, բոլորը թափով հասել են դեպքի վայր։ Իսկ դա նշանակում է, որ կրակի դեմ պայքար են մղել մոտ 2 տասնյակ հրշեջ։ Այս ինչ եղավ, տունը պաժար ընկավ։ Պատասխանեց, որ չնայած Opel-ը գրկախառնվել է Ford-ի հետ, բայց վթարը նրանց մեջ չի եղել։ Մտածեցի, կարող է ահազանգողը հարբած է։ Շարժվի, եղբայր, շարժվի։ Ոնց կարող են մարդու այդ հասկիսեն, ուրախանան, զուգահեռ նրա տունը թալանելու նավոդկա տան։ Ստեղել են տաղդու վրա արել։ Րոպեներ անց իրավապաները հասնում են դեպքի վայր ու պարզում, որ 62-ամյա Ռուբենի մահը վրա է հասել սուր կտրող ծակող առարկայից ստացված հարվածի հետևանքով։ Առանց լուրջ արագության նման պատկեր չէր արձանագրվի, ընդ որում մեքենայի վիճակը ուղիղ համեմատական էր վիճակագրական տխուր ցուցանիշներին։ Վերջին շրջանում շատ է խոսվում երկրում ստեղծված քրեատին անբարենպաստ իրավիճակի մասին։ Սակայն սարսափելին միայն հանցագործությունների վիճակագրության աճը չէ, այլև դրանց, այսպես ասեմ, որակն ու բովանդակությունը։ Հանցագործները ոչ միայն սանձարձակ են դարձել, այլև համատարած ոտնահարում են կարմիր գծերը,
ինչը ոչ միայն հանրության անվտանգության, այլև ավանդույթների ու չգրված օրենքների ուղիղ սպառնալիք է։ Սրբություն ասվածը շատերի համար դարձել է խորթ հասկացություն, ու Լոռու մարզում կատարվածը աստվածի ապացույցն է։ Պատկերացրեք, ձեր ընկերներից կամ բարեկամներից մեկը ձեզ եւ ձեր ընտանիքին հրավիրում է ծննդյան արարողության ուրախությունը կիսելու։ Մեր գորշ իրականության մեջ նման հրավերները, պատկերավոր ասած, օազիս են անապատում։ Ոգևորված գնում եք տոնակատարության, մի լավ լիցքա թափվում եւ ուրախ տրամադրությամբ վերադառնում տուն։ Իսկ տան շեմին ձեզ սպասում է մղձավանջ։ Բոլոր սենյակները քանդուքարապ են, ձեր տարիների վաստակը, թանկարժեք իրերն ու զարդերը անհետացել են, գողացել են նույնիսկ ձեր անվամ գրանցված հրազենները։ Համաձայն եք, որ օրվա ուրախությունից հետք էլ չի մնա, ու սկսում եք գլուխ ջարդել, թե ով կարող է նման բան իրեն թույլ տալ։ Մտավարժանքների մեջ շատ նինգեք, պարզապես մտաբերեք ժողովրդական հայտնի ասացվածքը. գողը տնից, եզը երթիկից։ Հիմա ուշադրություն։ Ինչ զգացողություն կունենաք, եթե պարզվի, որ կողոպուտի կազմակերպիչներից մեկը հենց այն հարազատն է, ում ծնունդը քիչ առաջ նշում եք։ Համաձայն եմ, սարսափելի է։ Սցենարը պարզ է։ Նա ձեզ հրավիրում է ռեստորան, այդ մասին տեղեկացնում մասնագիտացած հանցախմբին, ու մինչև խմում եք ձեր հարազատության երկարակեցության կենացը, իրար ձոներ հյուսում, գողերը սրբում են ձեր տունը։ Քիչ անց կներկայացնենք բարոյականության տարրական նորմերի հետ չտեղավորվող այս դեպքի մանրամասները եւ խորհուրդ կտանք, որ զգոն լինեք ու երբեք մինչև վերջ ոչ մեկին չվստահեք։ Գիտեմ, որ այդպես դժվար է ապրել, բայց հավատացեք, դա է միակ եղանակը տհաճ անակնկալներից զերծ մնալու համար։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի բարոյական կապիտուլյացիա տեսանյութում։ Ժողովուրդ ջան, համաձայն եմ Վայե Ղազարյանի հետ, այ մարդ, էլ սրբություն չի մնացել էլի։ Կարող ես ծննդյան խնջիկ կազմակերպել, հյուրեր հրավիրել ու միաժամանակ հանցավոր տար հանդիսացող ընկերներիդ նավոդկա 10 ծննդյան տոնին մասնակցող մտերիմի տունը թալանելու ուղղությամբ։ Չգիտեմ, այսօր ենք ասել, որ ասեմ գնալով վերջնականապես կործանվում ենք, կասեք ասեց։ Հա, բա ինչ, էլ ոնց ենք կործանվում, գիտեք, թե մառախուղ պիտի լինի, ամպերը որոտան, ես իմ ինչ անձրև գա, չէ, կործանվում ենք եւ վերջ։ Սակայն մինչև նշածս դեպքին անդրադառնալը պատմեմ արտակարգ երկու պատահարի մասին։ Տենց էլ չհասկացա, թե ինչպես է ստացվում, որ մեքենան ինքն իրեն պայթում է կամ բռնկվում է։ Երևի ֆիզիկոսների ու քիմիկոսների մասնակցությամբ մի կոնսիլիում կազմակերպեմ ու հուզող բոլոր հարցերը ներկայացնեմ։ Հարցնեմ, պրոֆեսորներ ջան, այ ինչպես կբացատրեք հանգամանքը, որ Ջրվեժում Մայակ թաղամասի 35 կոտորակ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում մի որոշակի ժամանակ կայանված մեքենան ինքն իրեն որոշել է պայթել, ընդ որում այնքան զայրացած է պայթել, որ վնասել է ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում կայանված Մերսեդեսը, դրսում կայանված BMW-ն, Jeep-ը, Mercedes-ը, Nissan-ը, 2 Kia-ները, ինչպես նաև հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիները։ Չնայած ինչ եմ այդքան ասում, հենա, տեսեք, թե ոնց է եղել։ Ես պատկերացնում եմ, եթե տեսախցիկը ոչ թե ամրացված լիներ, այլ ինչ-որ մեկը դրանով նկարեր, հիմա հաստատ ոչ թե մեկ, այլ 2 վիրավոր կլիներ, դու էլ շտաբօգնություն, էլ իրավապաններ, էլ հարևանությամբ բնակվող տասնյակ քաղաքացիներ, բոլորը թափով հասել են դեպքի վայր, հասկանալու, ի վերջո ինչն է եղել պայթուն փլուզումի պատճառը, այդ տնաշեններ, հեսա ֆիզիկոսների ու քիմիկոսների հետ չենք հասկանում, դուք ոնց պիտի հասկանաք, այդուհանդերձ մտածել են, թե գազաֆիկացված է եղել ու գազն է պայթել, տեսել են, որ այդ շինությունում գազ քաշած չկա, հետևաբար կամ մեքենան է գազի արտահոսք ունեցել, կամ ավտոտնակում գտնվող կենցաղային հոգսերի համար օգտագործվող գազաբալոնը։ Գազի բալոնից է։ Գազի բալոնը։ Չբռնեն ասեն։ Համեն դեպքում գազի բալոնի պայթունից է, ոչ թե գազաֆիկացված։ Հնարավոր պատճառներն ու հետևանքները քննարկելուց հետո փորձեցինք հասկանալ, թե ով էր վիրավորը եւ ինչ ճակատագիր է նրան սպասվում։
Ճշտեցի, որ վիրավորը 47-ամյա Թորոսն է, որին արագ հասած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների բրիգադը տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նշանակում է, որ վիճակը լավ չի եղել։ Հուսամ նրա հետ հիմա ամեն ինչ կարգին է։ Այս դեպքը եւս մեկ անգամ վկայում է, որ գազաբալոնների նկատմամբ պետք է չափազանց ուշադիր լինել։ Սա ապակիների շենքերի։ Հեն այս մեկ։ Հեն ապակիների սա։ Արտակարգ մյուս պատահարը մայրաքաղաքում էր, Շենգավիթ վարչական շրջանի Կատովսկ փողոցի տներից մեկում։ Հենց այստեղից են փրկարարներն ու իրավապանները ահազանգ ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել ու հասնելով դեպքի վայր հասկացել են, որ ահազանգողը ընդհանրապես չի խտացրել գույները։ Հասկացել են, որ մարտական մեկ հաշվարկով ոչինչ էլ չեն անի։ Ի վերջո ամենաընդունելի տարբերակը համարել են մարտական 4 հաշվարկ։ Իսկ դա նշանակում է, որ կրակի դեմ պայքար են մղել մոտ 2 տասնյակ հրշեջ։ Այս ինչ եղավ, տունը պաժար ընկավ, всё, ասեցին։ Պաժարնին լավ է։ Գագո ջան, շուտ եկավ։ Թե չէ տունը այդ հալեր ուրիշի տունն էլ կպներ։ Ուրա են տատին։ Տատի չեր է, մի բայևիկ, հարցրեցի հրշեջները լավ են աշխատում, ասես բալա ջան, հրշեջ մրշեջ չգիտեմ, բայց պաժարնիները լավ են աշխատել, վայ տատի, լավ աշխատելը որն է, այդ քո ասած պաժարնիները, եթե շատ արագ չարձագանքեն, հարևանների տները այնքան մոտ ու քիփ են, որ հաստատ դրանք էլ էին կրակի բաժին դառնալու, բայց նաև պետք է ասեմ, որ մինչև հրշեջների ժամանումը հենց հարևաններն են պայքարել կրակի լեզուների դեմ։ Նախնական չկա, չէ՞ ինչի՞ց է։ Ինչպես հետո պետքա պարզվեր, այս տունն էլ գազաֆիկացված չէր, չնայած այդ փաստը ակնառու էր, որովհետև գազի դեպքում պայթուն կհնչեր։ Նախնական տեղեկություններով հրդեհը ծագել է տանիքին էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով։ Այս կարգի տների համար մշտական հիվանդություն։ Ռոմանոս Պետրոսյան, այդ որ օրական սազն առնում ու նվագում ես, թե բա տեսեք, այս ինչ գործ եմ անում հետսում, ավելի լավ է մարդ ուղարկես նման վայրեր, հոսանքալարերը կարգի բերելու համար, ու չասես, որ դա ձեր գործը չէ, էլեկտրիկների գործն է, հոմ դարբնի գործ չի։ Այ դրա վրա խփի, բուղա, ծուղ չի, ծուղը գործում չի, Սաղ ջուր է ինքը, ձև չունի էլ կպնելու։ Մի արևոտ օր, են էլ ցերեկով ահազանգ ստացա, թե Շամշան շուտ հասի աշտարակ Վահարշապատ ավտոճանապարհի աշտարակի տարածքում մի վթար է եղել, որի պատճառների վերաբերյալ ոչ ոք գլուխ չի անում։ Հարցրի, այսինքն պատասխանեց, որ չնայած Opel-ը գրկախառնվել է Ford-ի հետ, բայց վթարը նրանց մեջ չի եղել։ Մտածեցի կարող է ահազանգողը հարբած է, անհոդաբախշ նախադասություններ ասում, բայց ինչ որ բան ստիպում էր գնալ ու գնացի եւ չփոշմանեցի։ Քանի վիրավոր է, այսինքն 2 վիրավոր, աշտարակ բկե, չէ՞։ Շտաբօգնությունն է, չէ՞ տարե։ Դեպքի վայր հասնելով առաջինը ինչ արեցի, փնտրեցի ինձ ահազանգողին, չգտա, որովհետև դեպքի վայրում բոլոր հավաքվածներն էլ մեղսունակ էին, բայց արի ու տես, որ բոլորն էլ միաբերան պնդում էին, թե մուգ գույնի Ford-ը կայանված է եղել, իսկ վթարը իրականում եղել է Opel-ի ու Gazelle-ի միջև։ Փորձեցի հասկանամ, թե ինչ հանգամանքներում սաղ սկսեցին վարկածները առաջ քաշել, որոնցից թերևս ամենաիրատեսականը այն էր, որ Opel-ն ու Gazelle-ը երթևեկելի տարբեր գոտիներով շարժվել ու նրանցից մեկը դուրս է եկել հանդիպակաց։ Եվ իրոք, երկու մեքենաները արջևի հատվածից էին վնասված, իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ գործ ունենք ճակատային բախման հետ։ Իրավասու մարմինները իհարկե ճշգրիտ գնահատականը կտան։ Մեզ առավելապես հետաքրքրում էր, թե ուժգին բախման հետևանքով ինչ վիճակագրություն ունենք։ Պարզեցի, որ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Ականատեսները ասացին, որ նրանց վիճակը սարսափելի չէր։ Եթե իրոք այդպես է, ուրեմն բախտավոր աստղիտակ են ծնվել։ Ուրը բացա, այս մարդամտեկում է, ատեան, ավիլակ, սա, շիրախլա,
ակոշկեներ էր բա, տեմիդուրներ էր բա։ Սաղ տարել են էլի։ Էս էլ խոստացված տեսանյութը։ Տանտերը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով են գողերը հասել իրենց տուն եւ ինչ եղանակով են մտել ու կատարել գողությունը։ Այն ժամանակ, երբ ինքը Արտավազդ Կարապետյանը ընտանիքի անդամների ու բարեկամների հետ ռեստորանում նշելիս է եղել իր ծննդյան արարողությունը։ Հուդան էլ էր Քրիստոսին ընկեր ընդունում, բայց 30 արծաթի դիմաց նրան ծախեց։ Հիմա այս դեպքում էլ Հուդան, ով մասնակցում էր Արտավազդի Հոբելյանին, 33-ամյա Ալբերտ Հովսեփյանն է։ Ու հիմա կասեմ, թե ինչու։ Հեսա դռները ջարդելով։ Էսի մի հոգու բան չի, ժողովուրդ ջան։ 3 հոգի։ Իմացել ա, որ տունը մարդ չկա, ինչքան ժամանակով են գնացել։ Հենա, եղու կասը ջարդել են ու մեջին կոպեկները տարել։ Նկարս են անել են։ Ենանցակին երվյասին բան կլի։ Ստեղել են տակնու վրա արել։ Սեֆից է ջարդել, սախտարել, զենքերը սախ։ Եվ ուրեմն Հուդան, այսինքն Ալբերտ Հովսեփյանը, ով Լոռու մարզում հայտնի է որպես դագաղագործ եւ որի ածականը դագաղի տակացու է, Վանաձորի բնակիչներ 34-ամյա եւ 40-ամյա Սարգսյաններ եղբայրների գլխավորությամբ բնակարանագողության վրա մասնագիտացած հանցավոր խմբի անդամների հետ նախապես այցելում է իր զոհի տուն։ Տեղանքը ամբողջությամբ ցույց է տալիս եւ հայտնում, որ մարտի 3-ին տանտերը Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների եւ ընկերների հետ տնից մի քանի ժամ բացակայելու է, որովհետեւ այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը ու գողերը կարող են հանգիստ մտնել տուն, ինչը որ ճիվաղները անում են։ 3 հատ զենք են տարել, 4 հատ, հա։ Հա, հենա չերկիզող պահարանը։ Այ հենց ստեղից էլի չել են։ Կամերաները իմացել են ու այս դուրը ջարդել։ Կամերաները Սրստանը բերել են ջարդել, չպեր։ Կամերաները տարել են, չէ։ Չէ, ջարդած արել, դու գլխի չլա։ Չեն տարել։ Միջի հանել են։ Հա, չիպերը հանել են, հա։ Հայտնվել է այստեղ։ Սրանով են երևի կոտրե բանը։ Հա, մեքենայի մեջ ալել է տանակը։ Մեքենայի մեջ։ Մեջ զենքերս չկա։ Բարու, տետելա տարել, շեշմա։ Իմ պատրոնները, SKS-ի կարաբնից պատրոններով հետը գնացել։ Հեսա, երևի հասկացաք, որ տեսախցիկներն էլ են կոտրել, որպեսի չբռնվեն, բայց իզուր, ստահակները, տականքները կարճ ժամանակ անց քրեական ոստիկանների կողմից Վանաձորում հայտնաբերվում են։ Տեսնում եք, ոստիկանները երբ ուզում են, լավ էլ աշխատում են, ու հաստատ հենց այդ խմբի անդամներն էլ հանձնել են Հուդային։ Այս սրան նմանների համար է ասում, թե ոնց կարող են մարդու այդ հասկիսեն, ուրախանան, զուգահեռ նրա տունը թալանելու նավոդկա տան։ Ընդ որում, սա այդ խմբի կատարած գողության միակ դեպքը չէ։ Տականքները 1 տասնյակից ավելի գողություններ են կատարել, ու հիմա երկար տարիներ Բերթի բալանդը կվայելեն։ Հուսամ Հուդան ոչ պակաս խիստ պատժի կարժանանա։ Ոտնահետքերն է, չէ։ Նստաստեղը բաժանակ, այն վանտաժյուրին են նստեն, դեր են նստեմ այդ նկարել, նստաստեղը տես, ես առաջ նստաստեղն է իրան։ Հայտը։ Հա, հենա, կամերան հենա կոտրել են։ Դու լավ էլ իմացել են կամերաների տեղերով, բանով։ Ամենակ 5 միլիոն դրամ է։ Մի 100 քանի ցուցակներ հետն են տարել։ Հիշում եմ, երբ փոքր ենք, հաճախ են մեծերը զգուշացնում, որ մութ դալաններից զգուշ եղեք։ Այնտեղ ով ասես կարա լինի, եւ ինչ ասես կարա անի։ Ու թեև տասնամյակներ են անցել, բայց այդ հորդոր խորհուրդը երբեք չեմ մոռացել։ Չնայած որ ուզենաս էլ չես կարող մոռանալ։ Ներկայացվող ու դրա նման դեպքերը թույլ չեն տա։ Հիմա կհարցնեք, թե ինչ նկատի ունեմ։ Ասեմ ժողովուրդ ջան, խոսքը մարտի 6-ին Մայրաքաղաքի Արշակունյանց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում կատարվածի մասինն է։ Ողբերգություն, որից պետք է դասեր քաղել։ Այդ օրը ժամը 21:10-ի սահմաններում իրավապանները ահազանգ են ստանում, որ նշված հասցեի դալանում տղամարդու դիկա։ Հարցին, թե արդյոք բռնության հետքեր կան, պատասխանել են. բռնություն չգիտեմ, բայց որ մացածի մարմնի վրա դալանի որոշ հատվածներում առնանման հետքեր կան, փաստ է։ Րոպեներ անց իրավապաները ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ հասնում են դեպքի վայր ու պարզում, որ 62-ամյա Ռուբենի մահը վրա է հասել սուր կտրող ծակող առարկայից ստացված հարվածի հետևանքով։
Ուղեղս ոչ մի կերպ չէր տեղավորվում, թե ինչպես կարելի է դանակով սպանել 62-ամյա տղամարդուն։ Մտածում էի, որ միթե կյանքի 62 տարիները մարդուն ավելի իմաստուն չեն դարձնում։ Չեմ ուզում ասել, թե մահացածը չգիտեմ ով էր եւ ինչ կյանքով է ապրում։ Բացարձակ, ուղղակի երբ այդ տարիքի մարդուն են սպանում, մտածում եմ, որ կամ սպանողը տականք է, կամ ինչ որ բան են չի։ Ու տենց մտքերով էի, մինչև իրավապանները մի քանի օրում չբացահայտեցին այդ գործը։ Պարզվում է, 62-ամյա տղամարդուն սպանողը օտարերկրացի է, ավելի ստույգ Տաջիկստանի քաղաքացի։ Արի ու մի ասա, այ ուտող ուրացող, ուրեմն օտար երկիրը քեզ հնարավորություն է տվել մի կտոր հաց վաստակես, դու էլ բռնում այդ երկրի քաղաքացուն ես սպանում։ Սրանց նմանները պիտի սեփական մաշկի վրա զգան հյուրընկալությունը ուրանալու հետևանքները, բայց դե անկախ ամեն ինչից դալաններում պիտի շատ ուշադիր լինեք, հայեր ջան։ Եվ վերջում ինքնավթարի հերթական դեպքի մասին, այն որ ասում են դեժավյու է, այս ողբերգական պատահարի մասին են ասում։ Հա, իդեպ շատերը հարցնում են, Շամշան, որ ասում ես դեժավյու, ինչ է դա նշանակում։ Ֆրանսերենից թարգմանած նշանակում է արդեն տեսել եմ։ Բա, սովորեք ժողովուրդ ջան, հետս գյորը չեմ տանելու։ Ու այս դեպքը, այո, արդեն տեսել եմ, ու շատ նման դեպքեր եմ տեսել։ Լավ, անցնենք մանրամասներին։ Երկու վիրավոր մի զո, հա։ Էս ինչ ավտո է։ Մնակարագությունը կտա ասենց մի քանի ծառ։ Հազար ենք ասել, ով է լսում, որ նախքին կյանքում այս մեքենային Opel են ասել։ Այս Opel-ը կես գիշերից կես ժամ անց Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 98-րդ կիլոմետրին դեպի Երևան ընթանալիս, ինչպես տեսնում եք, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլարել եւ կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։ Այո, առանց լուրջ արագության նման պատկեր չէր արձանագրվի։ Ընդ որում, մեքենայի վիճակը ուղիղ համեմատական էր վիճակագրական տխուր ցուցանիշներին։ Ժողովուրդ ջան, կամաց քշեկելի։ Պարզվեց, որ վթարի պահին մեքենայում գտնվել են 19-ամյա Անդրանիկը, նրա հասակակից Սևակն ու 20-ամյա Սամվելը։ Չգիտեմ, թե ով է եղել ղեկին, բայց փաստն է, որ վթարի հետևանքով Անդրանիկը տեղում մահացել է, իսկ Սևակն ու Սամվելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Հետո նաև պարզեցի, որ մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարության այն զորամասում եւ Պաշտպան հայրենիաց ծրագրի մասնակիցներից էր։ Դե հիմա խնդրում եմ ասեք, զինծառայողի մասնակցությամբ գիշերային վթարների քանի դեպք ենք ներկայացրել ու ասել, որ մեզ թշնամի պետք չի։ Մենք մեր գլխին ինքներս կսարքենք։ Այդ դրա համար էլ ասում են դեժավյու։ Փոխվել է բալոնը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մարտի 22-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայացքին։